Բաքվում գտնվող հայ գերիների դատավճիռները հրապարակվել են, ինչ օրակարգով է Հայաստան եւ Ադրբեջան այցելելու Վենսը, ինչ ասելիքով է Մոսկվա գնացել Ալեն Սիմոնյանը եւ ինչ պատասխան է ստացել այնտեղ, եւ ի վերջո ինչ կապ ունեն այսօրվա լրահոսի հետ Արաբիայի ուխտերը։ Իդեպ սա եւս կատակ չէ, Արաբիայի ուխտերի մասին եւս պատմելու եմ, բայց մեր լրահոսի վերջում։ Մինչ այդ, բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ, միասին ամփոփելու ենք օրվա անցուդարձ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես այն թեմաները, որոնք վերաբերում են ուղղակի կամ անուղղակի Արցախին եւ որոնք կարող են հետաքրքիր կամ օգտակար լինել հատկապես բռնի տեղահանվածներին։ Այս նախագիծը որևէ մեկի պատվերը չի եւ կայուն ֆինանսավորում չունի, այնպես որ եթե որևէ մեկը որոշի ինչ որ ձևով աջակցել, կընդունեմ սիրով։ Իսկ այս փուլում աջակցության համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես սկսենք հենց Արցախի հետ առնչվող թեմաներից։ Բաքվում ավարտվել են գերի վերցված մի շարք հայ գործիչների եւ պարզապես հայ բնակիչների շինծու դատավարությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ երրորդ նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քանի որ նրանց տարիքը 65 տարեկանից բարձր է եւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների համաձայն նրանց չեն կարող դատապարտել ցմահ ազատազրկման։ Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Մանրամասնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից հետևյալ միտքը. «Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։ Մեջբերման ավարտը։ Հայ գերիների դատավճիռը Բաքվում հնարավոր էր հնչեցնել 1 ամիս առաջ կամ 1 ամիս հետո ցանկացած օր, ինչու ընտրվեց հենց այս օրը։ Չէ, դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ, բայց ինչու տարվա 365 օրերից Բաքվում ընտրեցին հենց փետրվարի 5-ը, հայության համար այդ ցավոտ հարցը թարմացնելու համար։ Ասել, թե դա արվել է առանց Ալիևի գիտության, նշանակում է պնդել, որ Ադրբեջանի մասին ոչինչ չգիտենք։ Ուրեմն սա եղել է հենց Ալիևի ընտրությունը եւ որոշումը։ Այլ հարց է, թե ինչու է Ալիևը որոշել թեման հենց այսօր թարմացնել ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից օրեր առաջ ու Աբու Դաբիում Փաշինյանի հետ հանդիպումից ու համատեղ մրցանակ ստանալուց 1 օր անց։ Իդեպ մրցանակի մասին, պարզվում է սա այնքան էլ անհայտ մրցանակ չէ, այնքան, որ Հռոմի Պապը անձամբ է հարկ համարել շնորհավորել մրցանակակիրներին։ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխության կապակցությամբ, դիմելով Փաշինյանին, Ալիևին եւ մրցանակաբաշխության հեղինակներին, Հռոմի Պապը նրանց անվանել է հույսի սերմնացաններ այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն։ Գերիների հարցով դիմում Վենսին Մեծիտան Կիլիկո Արամ առաջին կաթողիկոսը հատուկ նամակով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Մեծիտան Կիլիկո կաթողիկոսությունից հաղորդում են, որ վեհափառ հայրապետի նամակն արդեն հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին։
Վենսն արդեն մեկնել է Ամերիկայից։ ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 6-ին Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո լինելու է Հայաստանում և Ադրբեջանում, այդ մասին հաղորդում են ամերիկյան աղբյուրները։ Տարածաշրջանային այցի օրակարգը ներառում է հավակնոտ տնտեսական և պաշտպանական ծրագրեր։ Հայաստանի հետ նախատեսվում է միջուկային համագործակցության մասին խոշոր համաձայնագրի ստորագրում։ Ադրբեջանի հետ նախատեսվում են ռազմավարական գործընկերության ամրապնդում և ամերիկյան պաշտպանական սարքավորումների, ավելի կոնկրետ զրահաբաճկոնների և մոտորանավակների մատակարարման պայմանագրեր։ Կան նաև ընդհանուր ծրագրեր։ Կիսահաղորդիչների ամերիկյան արտադրողները կներգրավվեն և Հայաստանում, և Ադրբեջանում իրականացվող նախագծերում։ Դե բնականաբար քննարկվելու են նաև թրիփին վերաբերող գործնական թեմաները։ Ենթադրվում է, որ այս թեմայի շուրջ հիմնական քննարկումները կլինեն երկկողմ Երևան-Վաշինգտոն ձևաչափով։ Վենսին դեռ սպասում ենք, իսկ թրիփի տեղանքը հետազոտող ամերիկյան խումբը արդեն Հայաստանում է։ Պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու թրիփի տեղանքի հետազոտական աշխատանքները, հայտնում են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից։ Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։ Ամերիկացիները Հայաստան են գալիս, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստան են մեկնում։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Ռուսաստանի Դաշնությունում կլինի։ Փետրվարի 5-ին կայացել է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ասել, որ նրանք իրար այնքան էլ շատ չեն սիրում, նշանակում է ոչինչ չասել։ Այդ այսպես ասած սերը երևաց նաև նրանց հանդիպման ժամանակ, ճիշտ է լավ քողարկված քաղաքավարի, ժպիտների ու գեղեցիկ ձևակերպումների տակ, բայց ինչպես ասում են, փիղը թաշկինակի տակ չես թաքցնի, որքան էլ այդ թաշկինակը գեղեցիկ լինի։ Եվ այսպես Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված է դաշնակցի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Что наши контакты за последний год на высшем уровне, на политическом, в том числе парламентском уровне развивались устойчиво и весьма интенсивно. Мы в этом заинтересованы. Армения наш союзник, стратегический партнер. Видим, как непросто складывается ситуация на Южном Кавказе. Надеюсь, что те заделы, которые были согласованы в 2020-2022 годах на уровне президентов России, Азербайджана и премьер-министра Армении, по нашему убеждению, эти заделы сохраняют свою актуальность. Չգիտեմ, Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպմանը հիբրիդային պատերազմի թեմային անդրադարձել է, թե ոչ, ամենայն դեպս հրապարակված կտորներում Սիմոնյանի խոսքի հիմնական մասը հայ-ռուսական կապերի ամրապնդմանն են վերաբերում։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի, Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։ Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում Հայաստանի Հանրապետությունում չկա և երբեք չի լինի, ասել է նա։ Я не хочу, чтобы было такое понимание здесь, в России, что Армения пытается как-то делать что-то против России. Мы делать против России, против дружественного союзнического государства, несмотря на то, что есть какие-то, естественно, есть вопросы, которые нужно обсудить, и я так понимаю, и вы с моим другом, с коллегой, с вашим коллегой Аратом Самвеловичем все это обсуждаете, и лидеры наших государств тоже этим занимаются и довольно-таки успешно. И я хочу вас заверить, что думать, что с нами пройдет такая ситуация, или с нами, или против нас, у нас такого восприятия нет и не будет. Мы не считаем, что это правильно, это неправильно для Армении, это неправильно для всего того, что у нас уже есть и существует. Կարծում եմ Լավրովը լավ է հասկացել, ինչ ասաց ու նաև ինչ չասաց Ալեն Սիմոնյանը։
Հակառակ դիվանագետի հարուստ փորձին ինքն իր ու նաև Ռուսաստանի պատասխանը ձևակերպեց այնքան պարզ, որ այն երկրորդ ձևով հասկանալու կամ մեկնաբանելու շանս չմնա։ Дискуссии о том, что важнее и что выгоднее для Армении, продолжение интеграционных процессов в Евразийском экономическом союзе или переход на нормы и стандарты Европейского союза. Эти дискуссии ведутся, мы за ними наблюдаем, но вы знаете и нашу позицию, она не обусловлена какими-то идеологическими мотивами, она исходит из реалий. Членство в Евразийском экономическом союзе несовместимо с теми принципами, которые лежат в основе участия в сотрудничестве и тем более в присоединении к Европейскому союзу. Это ваш выбор, мы его будем в полной мере уважать. Рассчитываю, что при этом будет учитываться тот результат, который был достигнут за последние 10 лет, когда Армения стала полноправным членом Евразийского экономического союза. Начинали в 2015 году с объема валового внутреннего продукта в 10,5 миллиардов долларов, а сегодня это 26 миллиардов долларов, в 2,5 раза он увеличился, и это просто факт, я его даже не буду никак комментировать. Вы для нас, Москва для вас остается основным торговым экономическим партнером, мы к этому своему положению относимся ответственно, всячески хотим наращивать это сотрудничество, продвигать крупные инфраструктурные проекты, инициативы с учетом того опыта, который уже существует и отражен в экономике, в структурах экономики Армении. Որքան էլ փորձենք Լավրովի ասածը գեղեցկացնել, սուր անկյունները հղկել, չի ստացվի։ Մարդը հայերեն, ավելի ճիշտ ռուսերեն, գրեթե բառացի ասած, կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ։ Արդյոք այս հարցադրմանը պատրաստ է Երևանը եւ արդյոք ունի իր պլան B, չեմ կարող ասել։ Հուսով եմ ունի, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կրելու ենք բոլորս, անկախ քաղաքական նախապատվություններից։ Իդեպ Ալեն Սիմոնյանի այցը այնքան էլ հարթ չանցավ։ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի հայերը կրկին բողոքի ցույց են արել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի, ձերբակալված հոգևորականների եւ մյուս քաղբանտարկյալների։ Հավաքվածները հիմնականում վանկարկում էին վեհափառ։ Վեհափառ! 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 Այդ два слова важны сказать. Հանուն արդարության ասեմ, որ Սամվել Կարապետյանի անունը վանկարկողներ կադրերում անձամբ ես չեմ տեսել, այնպես որ պնդել, թե Մոսկվայում հակահայաստանյան ցույցի կազմակերպման հետ Կարապետյանները կապ ունեն, չեմ կարող։ Հայ-ռուսական յուրահատուկ ու հաջողված փորձ ունենք գեղասահքի ոլորտում, ընդ որում առաջիկայում այդ թեման կապված կլինի նաև Արցախի հետ, մանրամասնեմ։ Արցախը կհնչի օլիմպիական խաղերում, այդ մասին ասել է 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան։ Նիկիտա Ռախմանին Կարինա Ակոպովա սպորտային զույգը արդեն մեկնել է օլիմպիական քաղաք։ Արցախ երաժշտությունը շատ մեծ նշանակություն ունի հայերի համար եւ այս առումով հպարտ եմ, որ հնարավորություն ունենք այդ ստեղծագործությամբ ներկայանալ օլիմպիական խաղերին, Նյուսեիմի հետ զրույցում նշել է Կարինա Ակոպովան։ Օրվա բացահայտումը Դանիել Իոնիսյանից իր Facebook-յան էջում գրել է հանրային տրամադրության իմիտացիայի շատ աչքի չընկնող հաշիվներով հարցումներ անցկացնելու եւ տեղեկատվական ու ապատեղեկատվական այլ հնարքների մասին եւ ակնարկել, որ դրանք կապ ունեն մեր ձևովի ու Նարեկ Կարապետյանի հետ։ Քիչ է մնում, ասես լավ էլի պարոն Իոնիսյան այնպիսի բաներ եք ասում, որ առանց հայերեն իմանալու եւ ուսումնասիրություններ կատարելու անգամ Արաբիայի ուխտերն են գուշակում։ Իդեպ ուխտերի մասին, ինչպես եւ խոստացել էի հանդիպման սկզբում, այսօր կխոսեմ նաեւ այս թեմայով։
Սաուդյան Արաբիայում ուխտերի համար անձնագրեր են ներդրվել։ Ուխտի անձնագիրը կլինի պաշտոնական հավատարմագրված փաստաթուղթ, որը կպարունակի տեղեկություններ կենդանու դրա ցեղատեսակի մասին։ Անձնագրի հիմնական առանձնահատկությունը կլինի պատվաստումների մանրամասն քարտը։ Հիմա կհարցնեք, թե սա ինչ կապ ունի մեզ հետ։ Ուղիղ ոչ մի, պարզապես մի պահ հիշել էի, որ արցախցիներին ասում ենք, ձեր անձնագրերը վավեր չեն, գնացեք նորի համար մի քանի տարի հերթ կանգնեք, ու մեկ էլ էս թարս ինֆորմացիան աչքովս ընկավ։ Մի խոսքով շատ խառը վիճակ է, այսօրվա համար այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։